Սիրելի հայրենակիցներ, արդեն 5-րդ անգամն է, ինչ մենք նշում ենք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը, սակայն ցավոք կրկին ստիպված ենք արձանագրելու, որ հակառակ մեր հասարակության և միջազգային հանրության թափած ջանքերին, այդպես էլ մինչ այժմ չի կատարվել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի 4 բանաձևերի պահանջը ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ։ Գիտակցելով, որ մարտի 1-ը ոչ միայն զոհերի հարազատների անձնական, այլև ողջ ազգի հավաքական ողբերգությունն է, հասարակությունը որևէ պարագայում չպետք է հուսաթափվի հարցի լուծման այս աններելի ձգձգումից, այլ ընդհակառակը պարտավոր է լարել իր բոլոր ջանքերը արդարադատության լիարժեք իրականացման և վերջին հաշվով պետականության վարկի վերականգնման համար։ Թող ոչ ոքի չթվա, թե մարտի 1-ի հարցը իրեն չի վերաբերում։ Արդարադատության չիրականացման և ոճրագործության անպատիժ մնալու պարագայում նմանատիպ ողբերգության կրկնությունը սպառնում է յուրաքանչյուրին։ Մարտի 1-ի պետական ոճրագործության լիակատար բացահայտումը և զոհերի ընտանիքների նյութական փոխհատուցումը եղել, մնում է և այսուհետև էլ մնալու է Հայ ազգային կոնգրեսի ծրագրային ամենագլխավոր խնդիրներից մեկը, ինչը ձևակերպված է Հայ ազգային կոնգրես դաշինքի 2012 թվականի նախընտրական ծրագրի հիմնադրույթներում։ Ես հիշեցնում եմ, ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի և 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման և իրավական հետևանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով և հաջորդը ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների և հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս առաջիկա 2 տարվա ընթացքում։ Եթե հետևում եք ազգային ժողովի աշխատանքներին, ապա կարծում եմ կհավաստեք, որ կոնգրեսի խմբակցությունը հավատարիմ ծրագրային վերոհիշյալ դրույթներին հետևողականորեն փորձում է կյանքի կոչել դրանք։ Խորհրդարանական գործունեության շուրջ 1.5 տարվա ընթացքում խմբակցությունը 2 անգամ հանդես է եկել մարտի 1-ի ոճրագործությունն ուսումնասիրող պատգամավորական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Բարձրացրել է բռնությամբ կատարված հանցագործություններով տուժողներին փոխհատուցում տալու մասին Եվրոպական կոնվենցիան վավերացնելու հարցը։ Ներկայումս նախապատրաստում է այդ կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը շուտով շրջանառության մեջ կդրվի ազգային ժողովում։ Ինչպես նաև տեղյակ եք, օրերս արդեն ոչ իշխանական մյուս խմբակցությունների հետ համատեղ 3-րդ անգամ ազգային ժողովի առջև է դրել մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման պահանջը։ Խորհրդարանի շրջանակից դուրս Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի հարցը շարունակում է հետապնդել նաև միջազգային ասպարեզում, ինչի վկայությունն է մասնավորապես ԵԽԽՎ վերջին նստաշրջանում մոնիտորինգի հանձնաժողովին Լևոն Զուրաբյանի կողմից արված հետևյալ առաջարկը՝ զեկույց պատրաստելու համար զեկուցող նշանակել, որը կուսումնասիրի ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու դեպքերը Հայաստանում և Ուկրաինայում, կմշակի նման դեպքերում միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև օրենսդրական երաշխիքներ կառաջարկի ապագայում ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառումը կանխելու նպատակով։
Հավաստիացնում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը լի է վճռականությամբ մինչև վերջ հասցնելու մարտի 1-ի խնդիրը, դրա պարտակումը համարելով ոչ միայն սրբապղծություն զոհերի հիշատակի հանդեպ, անբարոյականություն նրանց հարազատների նկատմամբ, այլև պետականության հիմքերը խարխլող զազրելի հանցագործություն, որը հասարակությունը իրավունք չունի մոռանալու կամ ներելու եւ որը անպատիժ չի մնալու։ Այժմ անցնենք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի համառոտակի քննությանը։ Թեև Հայ ազգային կոնգրեսի նախորդ հանրահավաքից անցել է ընդամենը 10 ամիս, բայց այդ կարճ ժամանակամիջոցում տեղի են ունեցել այնպիսի լուրջ, եթե չասենք փոթորկալից իրադարձություններ, որոնք հիմնովին փոխել են մեր երկրի մթնոլորտը։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ այդ իրադարձությունների արդյունքում այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում, քան սրանից 1 տարի առաջ։ Այս իրողությունը ընկալելու համար անհրաժեշտ է կատարել որոշ կարևոր արձանագրումներ, որոնց մի մասը թեև արդեն արված է ուրիշների կողմից, բայց ամբողջականության նկատառումով դրանց կրկնությունը ավելորդ չպետք է համարել, մանավանդ այսպիսի լայն լսարանի առջև։ Եվ այսպես, առաջին, զգալիորեն թանկացան գազի և էլեկտրաէներգիայի սակագները, առաջինը 30, իսկ երկրորդը 20%-ով։ Ավելի ևս ծանրացնելով բնակչության առանցայտել թշվառագույն վիճակը։ Իշխանությունները մեծահոգաբար հայտարարեցին գազի գնի մասնակի սուբսիդավորման մասին, ինչը սակայն ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական խաբկանք կամ մեքենայություն, քանի որ միևնույն է, սուբսիդավորումը կատարվելու է ոչ թե նրանց գրպանի, այլ պետական բյուջեի, այսինքն կրկին ժողովրդից գանձված եկամուտների հաշվին։ Այսինքն ժողովրդի մի գրպանից վերցնում, դրա մի մասը դնում են մյուս գրպանը և դա ներկայացնում են որպես մեծագույն լավություն այդ ժողովրդի։ Երկրորդ, Երևանի քաղաքապետարանի և ազգային ժողովի մակարդակով որոշումներ կայացվեցին համապատասխանաբար տրանսպորտի վարձավճարների բարձրացման և կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ։ Թեև համաժողովրդական բողոքի ալիքի ճնշման տակ այդ որոշումների կիրառումը մասամբ և ժամանակավորապես կասեցվեց, սակայն դա դեռևս չի նշանակում, որ իշխանությունները հրաժարվել են իրենց մտադրությունից և սեփական դիրքերի ամրապնդման պարագայում չեն իրականացնի այդ մտադրությունը։ Քայլերի և համառ ջանքերի շնորհիվ բացահայտվեց Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց Հայաստանի իշխանությունների կողմից գաղտնաբար կուտակված $300 միլիոն հասնող պարտքի խայտառակ փաստը։ Ավելի ճիշտ, պետական մակարդակի հանցագործությունը։ Այդ պարտքը փակելու համար Հայաստանի կառավարությունը Գազպրոմին զիջեց Հայ-Ռուսգազարդի իրեն պատկանող 20% բաժնեմասը, դրանով զրկվելով երկրի գազային համակարգի վերահսկողության վերջին լծակից, ինչպես նաև Գազպրոմի հետ կնքեց երկարաժամկետ մի ստրկական պայմանագիր, որի նմանը թերևս չի եղել եվրոպական տերություններին Օսմանյան կայսրության զիջած կոնցեսիաների ժամանակներից ի վեր, որոնցով բացի տնտեսական արտոնություններից նաև էքստրատերիտորիալ իրավունք էր շնորհվում օտարերկրյա ընկերություններին։ Գազպրոմը Հայաստանի օրենքներով ընդդատյա չէ, նա ունի բացարձակ իրավունքներ։ Չորրորդ, օրենսդրության կոպտագույն և բազմակի խախտումներով ազգային ժողովի շրջանցմամբ մասնավորեցված որոտանի կասկադը առանց մրցույթ հայտարարելու և իրական արժեքից անհամեմատ ցածր գնով ընդամենը $180 միլիոն
վաճառվեց ամերիկյան երկու ընկերությունների։ Հայաստանն այսպիսով կորցրեց իր էներգետիկ համակարգի պետությանը պատկանող վերջին նշանակալի հանգույցը, ինչը ոչ այլ կերպ, քան դարի հանցագործություն չի կարելի կոչել։ Նորանոր հարկատեսակների, պարտադիր ապահովագրումների և չդադարող թանկացումների միջոցով ժողովրդի վերջին լուման կորզող իշխանությունը օրը ցերեկով բոլորի աչքի առաջ պետության գանձարանից հափշտակեց 180 միլիոն դոլար։ Հանցագործության աստիճանը պատկերացնելու համար ավելորդ չէ նշել, որ Հայաստանի նման երկրի համար 180 միլիոն դոլարը փոքր գումար չէ։ Նկատի ունենալով, որ այն կազմում է երկրի այս տարվա բյուջեի եկամտային մասի շուրջ 7%-ը։ Պատկերացնում եք ինչ է նշանակում 7%-ը։ Ինչեր կարելի է անել այդ 7%-ով առողջապահության, կրթության, չգիտեմ այլ բնագավառներում, գիտության, մշակույթի։ Իդեպ, հակառակ մամուլում հնչած որոշ պնդումների, չեմ կարծում, որ ամերիկյան ընկերությունները այս հանցագործության հետ որևէ կապ ունեն։ Նրանք օրինական կարգով բանակցել են Հայաստանի կառավարության հետ, պայմանագիրը ստորագրել էներգետիկայի նախարար Մովսիսյանի հետ և գումարը փոխանցել այն հաշվեհամարին, որը նրանց տրամադրվել է վերջինիս կողմից։ Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է ավելացնել նաև, որ ամերիկյան ընկերությունների հետ կնքված գործակը ինքնին կարող է նաև որոշակի դրական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Երկրի էներգետիկ համակարգը մոնոպոլիայի վերածվելու վտանգից զերծ պահելու և այդ համակարգում ցանկալի մրցակցություն ձևավորելու տեսակետից։ Դրանով հանդերձ 180 միլիոն դոլարի վերադարձը պետական բյուջե պետք է դառնա հասարակության, քաղաքական ուժերի և խորհրդարանի կողմից գործադիր իշխանության առջև դրված ամենահրամայական և հրատապ պահանջը։ 5. 4 տարի շարունակ Եվրոասոցիացիան ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։ Ընդամենը ամիսներ առաջ նրանք երդվյալ արևմտամետ ու եվրոինտեգրման ջատագովներ էին, իսկ այսօր նույնքան երդվյալ ռուսամետ և Մաքսային միության ջատագով են դարձել։ Այն աստիճան, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաև հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին արևմուտքի շռայլած գովեստներից։ Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը գավառամտության արտահայտություն լինելուց առավել բացատրվում է այն պարզ իրողությամբ, որ եթե առաջ նրանք համարում էին, որ իրենց օրինակարգության, լեգիտիմության ճանաչումը կախված է արևմուտքից, ապա այսօր հասկանում են, որ այսուհետև դա կախված է լինելու Ռուսաստանից։ Խոսքը բոլորովին չի վերաբերում Եվրոմիության և Ռուսաստանի միջև կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն։ Սա այլ խոսակցության առարկա է։ Այլ խոսքը վերաբերում է նրան այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը փաստորեն Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է թեկուզ վերը հիշատակված գազային պայմանագիր։ 6. Ամենամտահոգիչ խնդիրը սակայն շարունակում է մնալ չդադարող և ավելին արագացող արտագաղթը։ Պաշտոնական տվյալներով 2013 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել է ևս 31,000, իսկ ըստ Սերժ Սարգսյանի հնարավոր է անգամ 46,000 մարդով։ Սա ինքն է ասել։ Այդ տվյալները չվիճարկելու պարագայում անգամ
անհնար է չսարսափել արտագաղթի չափերի ներկայացրած վտանգից։ Հետևաբար, պետականության պահպանման և հզորացման տեսակետից այնքան էլ կարևոր չէ Հայաստանը Եվրոասոցիացիան համաձայնագրի թեմաքսային միության անդամ է դառնում։ Մեզ համար նախընտրելի է այն միությունը, որն առավելագույնս կապահովի հայերի բարգավաճումը սեփական հայրենիքում և կնպաստի Հայաստանի բնակչության աճին, որովհետև քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը մնայուն։ Հողը պատկանում է այն ժողովրդին, որը բնակվում է այդ հողի վրա։ Ուստի ինչպես անցյալում Հայաստանի համար այսօր չկա ավելի կենսական խնդիր, քան դեմոգրաֆիան, ինչը սակայն դժբախտաբար առայժմ քչերն են գիտակցում։ Բացի սակայն թվարկված մտահոգիչ արձանագրումներից վերջին շրջանում Հայաստանի ներքին կյանքում առկա են նաև լավատեսության հույս ներշնչող որոշ դրական տեղաշարժեր, որոնցից ես կառանձնացնեի հատկապես հետևյալ երեքը։ Դրանցից առաջինը քաղաքացիական նախաձեռնությունների և բողոքի ցույցերի աննախադեպ ծավալումն ու ավելի կազմակերպված և զանգվածային դառնալու միտումն է, ինչով աչքի են ընկնում մասնավորապես տրանսպորտի վարձավճարների թանկացման և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումները։ Դրանք թե որակապես, թե զանգվածայնությամբ էականորեն տարբերվում են սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական, քաղաքաշինական, իրավական, զանազան խնդիրների շուրջ ձևավորված բոլոր նախկին քաղաքացիական շարժումներից։ Հուզանդի փոխոց, օտարարեզու դպրոցներ, տաքսու վարորդներ, ոսկերչական շուկա, նայրիտ գործարան, մաշտոցի պուրակ, փակ շուկա, թեղուտ, ամուսար, թուխմանոկ, կոմիտասի հինգ, ավիացիայի ոլորտի աշխատակիցներ, բանակում զոհված զինծառայողների հարազատներ, ազատահատիկների իրավունքներ և այլն։ Այս բոլորից տարբերվում է։ Օգտվելով քաղաքացիական ակտիվության մասնատվածությունից, իշխանություններին մինչ այժմ հաջողվել է առանձին մարել կամ ճնշել այդ շարժումների մեծ մասը,